Նաև այդպիսի։ Հիմա կասեք ձեր օրակարգը ո՞րն է լինելու։ Հիմա դուք խոսում եք օրենսդրական նախաձեռնությունների մասին։ Իսկ իշխանության հեռացում, օրինակ առաջիկա 1 տարում իմպիչմենթի հարց չեք կարող ընդդիմության բարձրացնել, եթե նույնիսկ կարողանաք իշխանության մեջ տարբեր падգամավորների ներգրավել։ Հիմա ո՞րն է ձեր, այսինքն օրենսդրական նախաձեռնություններով առաջ մղել, այսպես փողոցային պայքարով իշխանության հեռացման հասնել, թե ներսում ազգային ժողովը ինչպես է հնարավոր դա անել եւ ձեր օրակարգը ինչ օրակարգով եք օրենսդիրը երկու մեծ գործ ունի անելու առաջինը հողի վրա ամենաառաջինը իհարկե մեծ փոփոխությունն է որ այս աշխարհաքաղաքական արհավիրքին հասած մեր երկրում այս տնտեսական արհավիրքների արժեվ կանգնացած մեր երկրում փոփոխություն բերենք ու դա մեր հասարակության 50+1%-ը հաստատ համոզվեցինք որ ուզում է այսինքն մեծամասնությունը արդեն դա ուզում է Երկրորդ բանը ամեն օրյա մեր այցելությունները ցույց են տալիս ու ցույց են տալու նաև ես վստահ եմ որ ամենտեղ կան խնդիրներ որոնք հողի վրա կան ռեալ խնդիրներ որոնք կարող ենք մենք լուծել Լուծել թե բարձրաձայնել որտեղ ձայներ չունեք մեծամասնություն լուծել որտեղ մենք ամեն դեպքում ունենք այդ հնարավորությունը լուծելու Իսկ ինչպես եք հասնելու իշխանության հեռացման ձեր քայլերը Մեխանիզմները ընթացքում པարզ կլինի բայց մենք ինչպես ասել ենք կա երկու մոդել օրենսդիր եւ օրենսդրի փողոցի համակցության արդյունքում մեր համար ամենա մեծ հավանական մոդելը դա Դուք նշեցիք, որ նախընտրական շրջանում տված խոստումները իրականացնելու եք նաև հետընտրական շրջանում, մասնավորապես գյուղատնտեսության հետ կապված Այն մասերը, որոնք չեն նախատեսում ընդհանուր համակարգային պետական մոտեցման փոփոխություն Տեսեք, վերջերս Ստեփանավանի հարակից գյուղերի համար տեխնիկա նվիրեցիք տրակտորների չեմ սխալվում, տեղեկություն կա, որ դա հին է, տեղեկություն կա, որ դա հին է, ավելին ասում են, որ դա բերվել է Ստեփանակերտից 2025 թվականի է, կանգնած է Չարբախում, մեր հայրենակիցները կարող են գնալ, Չարբախում նայել 25 թվի նոր 3-4 օրվա ընթացքում էլ այդ տեխնիկական process-ների ավարտից հետո 3-4 օր կա, կարող են գնալ Չարբախում նայել Չեմ ուզում խորանալ, կարևորը խնդիրը լուծեցին Դուք պատկերացրեք, բայց մարդկանց մակարդակը բանի մարդկային իրենց մոտեցման մակարդակը, չգիտեմ, ցածրության, որ կարան տենց բան հնարեն, Չարբախում կանգնածա 25 թվի ու ինչ են հնարել, որպեսզի վարկաբեկին յուրաքանչյուր լավ խոսք, լավ բան Ես զարմանալի մարդկային զարմանալի որակների տեր մարդիկ են, ովքեր քաղաքականության մեջ կորցրել են իրենց դեմքը մարդկային Պարոն Կարապետյան, Գագիկ Ծառուկյանի հետ կապված ձեր խմբակցությունը ինչ է որովհետև դուք եթե իշխանության գայք աշխատավարձից եք հրաժարվելու, այս դեպքում ինչ է արվել Աշխատավարձից ես ասել եմ, որ իմ կողմից աշխատավարձ չի լինելու, չեմ ստանալու, հրաժարվելու եմ ինչպես նաև պարգևավճարը մեր ամբողջ խմբակցությունը չի ստանալու, որտեղ պարգևավճար նենց չի ինչ-որ բանը արվել ժողովրդի համար նենց մեծ ազգային ժողով, որ մի հատ է պարգևավճար ստանա։ Ուզում եմ հասկանալ, վերցնելու եք բաժանեք այլոց, թե առհասարակ Իրավունքի առումով դու պետք է ուղղակի ուղղորդում ես ինչ-որ բարեգործական նպատակներ չես վերցնում։ Պարոն Կարապետյան, Գագիկ Ծառուկյանի դրվագին անդրադառնանք, որովհետև տեսանք շարունակվեց այն, ինչը որ սկսվել էր ձեր հորեղբոր նկատմամբ հիմա Արարատ ցեմենտը պետականացնելու ճանապարհին է հանրային կառավարիչ են նշանակել, բայց այս տնտեսական իրողություններից զատ նաև Ռուսաստանի սահմանափակումներն են շարունակվում։ Տնտեսական հեռանկարները այս համատեքստում ինչպես եք տեսնում եւ հաշվի առնելով որ դուք դառնալու եք խորհրդարանականներ, պետք է աշխատեք իրավիճակի վրա, որ այսպես փրկեք ժողովրդին, ինչ եք անելու։ Մարդիկ, որ ասում են Եվրոպական միության հետ ինտեգրացիա են ուզում, ինստիտուտներ են ուզում, Եվրոպական միության ինստիտուտները դա սեփականության իրավունքի հարգումն է նախ եւ առաջ։ Ամերիկյան ինստիտուտները դա սեփականության իրավունքի հարգումն է։ Պատկերացեք դուք ներդրող եք, ուզում եք Հայաստանում ցեմենտի գործարան կառուցեք կամ վերագործարկեք, օրինակ հրաժարանը կանգնած է։ Ուզում եք գնաք վերագործարկեք։ Տեսնում եք, որ ով որ վերագործարկել է կանգնած գործարաններից մեկը, իրան գալիս են, ասեն ձերբակալում են, բայց ձերբակալությունից հետո էլ գալիս են գործանն են խլում։ Դրանից հետո կներդրեք թե չէ։ Ներդրում կանեք այդ երկրում։ Դա անում է ներդրումներ եւ ասում են տնտեսական կառուցվածք են փոխում դրանով։ Տնտեսական կառուցվածք իրենք պետք է փոխեն որակական առումով։ Իան ազգանունով մարդկանցից հարյուրներով խլում են,
անազգանով մարդկանցից իրենք խլում են։ Իբր ինքնիշխանությունից են խոսում, բայց բոլոր անազգանով մարդիկ Քաջանի հանքից բռնած բոլոր անազգանով մարդիկ դուրս են գալիս։ Այդ ինչից է։ Մեկ էլ մի հատ հետաքրքիր բան էլ կա մեր հայրենակիցներին ուզում եմ ասեմ, իրենք ինչ որ արևմուտք բան sense բաներ են ասում, դիվերսիֆիկացիա։ Այո, դիվերսիֆիկացիայի մեջ իրենք նախ եւ առաջ պետքա դատական համակարգի, նախ եւ առաջ պետքա մասնավոր սեփականության։ Ու երկրորդն էլ ձեր երեխային, քանի տարեկան է ձեր երեխան։ Իրան մի հատ ասեք, որն է արևմուտքը։ Հայաստան, օրինակ հիմա կանգնած ենք, որ արևմուտք ենք մենք դեպի թեքվում։ Որ երկիրն է մեր արևմուտքում։ Որ երկիրն է։ Որ երկիրն է։ Հասկանալ է ձեր նկատմամբ։ Կասեք երկի անունը։ Այսինքն ուզում եք ասել, որ Թուրքիայով է անցնելու Եվրոպա ճանապարհը։ Հայաստանից, Երևանից ժողովուրդ, որ թեքվում ենք դեպի արևմուտք։ Որ երկիրի սահմանն է։ Թուրքիայի Հանրապետություն։ Այսինքն դրանով են գնալու դեպի արևմուտք եւ երբեք էլ արևմուտքը չենք տեսնելու։ Այստեղ խուլ բաներ։ Մեր արևմուտքը մեր երկրի։ Ցավոք Հունաստանը չէ։ Պարոն Կարապետյան, ձեր հորեղբայրը շարունակում է առաջնորդել ուժեղ Հայաստան կուսակցությունը, հա։ Հիշում եք ընտրություններից առաջ նա ասել էր, որ պատրաստ չէ ընդդիմության լիդերի կարգավիճակին, հիմա համակերպվել է եւ ինչ քայլեր է ձեռնարկում, եթե առաջնորդությունը։ Մենք երկարաժամկետ իհարկե չենք տեսնում մեր գործը, հենց գործադիր գործ անելն է, հողի վրա փոփոխությունն է, հատից պատճառով մենք մեզ չենք տեսնում ընդդիմադիր գործելավոճը, ընդդիմադիր ձևաչափերը մեր համար ժամանակավոր հարթակ են, ինչպես նախընտրական շրջանը, որպեսզի վերջնականապես Հայաստանում լավ դրական փոփոխություններ բերենք։ Իսկ նրա առաջնորդությունը շարունակվում է։ Իհարկե։ Դուք քննարկում եք նրա հետ ձեր քայլերը առաջիկա։ Փողոցային պայքար լինելու է։ Նշել եմ մի քանի անգամ, փողոցային պայքարը մոտակա եւ միջնաժամկետ ժամանակաշրջանում, երբ որ լինի, կլինի մեկ անգամ եւ կլինի վերջնական։